Իրավավորությունն է, ինչպես եւ պարմեն ասեցին, որ մեզ հնարավորություն է տալիս ամեն օր գանք հավաքենք իր առաջ որպես Աստծո ժողովուրդ։ Որտեղ ինչպես եւ պարները խոսացին, մենք իր արժանինքները չենք ունեցել մեր կյանքի մեջ։ Եվ մեր արժանինքների համար չի, որ Աստված մեզ ողորմություն արել։ Չգիտեմ, ժամանակ առ ժամանակ լինում է, որ ես արիք ալինում, որ խոսամ մանավանդ ժողովրդի առաջ, իմ անհանգստություն սրտիս մեջ, ինձ հիմա եղբայրների մոտ էլ կա այդպես պահեր։ Շատ անգամ մտածում եմ, ասում եմ, դեռ նենց չլինի, որ երբ որ գանք ժողովրդին բան ասենք, չլինի մեր իմաստությունից, մեր գաղափարից, մեր խորհուրդներից, որովհետև, այո, մարդու միտքը աշխատում է, մարդը կարողանում է ինչ-որ բաներ իրանից ասել, մանավանդ են մարդը, որ որոշ բաներ գիտի խոսքից կամ չգիտեմ ինչ-որ կյանքից։ Բայց ասում են շնի դեր ջան, որ մենք ժողովրդի առաջ կանգնենք խոսանք մեզանից, այլ լինի քո սուրբ ողորմությունից։ Ոնց որ առաքյալն է, չի ասում, ասում է ավետարանը, երբ որ ձեզ կարողացեցին ոչ թե մարդու իմաստության պատիվ խոսքերից եղավ, չէ, այլ Աստծո հոգու համոզիչ զորությունով։ Այսինքն այս ավետարանը մարդու զորության բան չի, մարդու խելքի բան չի ավետարանը, որ խոսում է մեզի։ Սա մարդու գաղափարի բան չի։ Մարդիկ չկարողացան իրանց գաղափարով հասնեն Աստծո արդարության ու ճշմարտությանը։ Այդպես գրված է ավետարանի մեջ։ Որտի մարդկանց կյանքը ապացուցում է դրա մասին, որ մարդը իր արդարությունով չկարողացավ հասնել։ Պետք է գրված ասում է իրանց արդարությունը կանգնեցնել ուզելով, որտեղ մարդու արդարության մեջ պղծություն կա ինչի համար, որտեղ շատ անգամ մարդը իր արդարության մեջ իրանն է ուզում առաջ կրտի։ Բայց Աստծո արդարությունը մարդուն խոնարհեցնում է եւ ինքն է բարձրանում մարդու կյանքի մեջ։ Դրա համար առաքյալն ասում է սա մարդկային իմաստությունից չեղավ, այլ Աստծո հոգու համոզիչ զորությունից։ Որտեղ ասում է ես թեև Գամալիելի ոտքի մոտ մեծացել եմ ու շատերից առաջադեմ եմ եղել, բայց ես տեսա իմ կյանքում, որ այդ ամենը աղբ էր եւ աղբ համարեցի Քրիստոսին շարժելու համար։ Այսի մարդկային արդարությունը չի, այո, եղբայրները խոսացին դրանից, եթե մարդկային արդարությանը նայենք, մենք ընդհանրապես հիմա պիտի գոյություն չունենայինք։ Եթե նայենք մեր արժանինքներին, մենք ընդհանրապես պիտի գոյություն չունենայինք, շատ շուտանից պիտի աշխարհը կործանված լիներ։ Բայց ինչպես խոսվեց, որ այո, Աստծո սերը ապրեցնում է, Աստծո սերը համբերում է, թե երբ պիտի մեր ներսում դարձի գանք եւ միանանք դրա։ Այո, սրա համար ժամանակ կա։ Աստծո խոսքը ասում է, հիշում եք այգուտերի ու այլ մի բանի առակը հիշում եք։ Այգուտերը ժամանակ առ ժամանակ գալիս է տեսնի, չէ՞, այգուն ինչ է կատարվում, չէ՞։ Ժամանակ առ ժամանակ այցելում Աստված շիտ ինչ է կատարվում իր այգու մեջ, գիտի։ Ժամանակ առ ժամանակ գալիս է ուզում է տեսնի այն գործը, որ ինքը անում է։ Մենք գիտենք, չէ՞, Աստված անպատասխան չի թողում, մենք ուշադրություն դարձնենք։ Ամեն օր Աստված մեզ ասելիք ունի մեր կյանքի մեջ։ Ամեն օր մեր լսելիքները եթե բաց լինեն, Աստված ամեն օր մեզի ասելիք ունի։ Եթե մեր լսելիքները բաց լինեն, այդպես գրված է, ասում ես ամեն օրին ձեռքս մեկնեցի, հիշում եք ինչ է գրված։ Ում մի խստաբարանոց ժողովրդի, այսինքն էսի մարդուց է կախված, ինքը կարողանում է ընկալի լսի Աստծո խոսքը իր կյանքում, թե չի կարողանում, թե չի ընդունում։ Այո, մարդիկ կան լսում են, բայց գրված ասում է ականջներ ունեն, որոնք չեն լսում, չէ՞ դες գրված է, եւ աչքեր ունեն, որոնք չեն տեսնում։ Բայց Աստված ամեն օր իր գործը անում է իր ժողովրդի մեջ։ Մենք պետք է կարողանանք տեսնենք ու լսենք, մենք պետք է ցանկություն ունենանք։ Մենք պետք է ցանկություն ունենանք։ Մարդը պետք է ունենա ցանկություն։ Այո, այգուտերը ամեն օր վետենում է իր այգին, տեսնի, ամեն բան լավ ընթանում է այդ այգու մեջ, չէ՞, որտեղ ինքը այդ այգու համար ահագին բան արի, ահագին բան։ Եվ ուզում է որ այդ այգին բարակ չմնա։ Դրա համար հիշում եք, չէ, երբ որ եկավ ասում է այդ այգու մեջ ինչ տեսավ, ծառ, չէ, որը պտուղ չէր տալիս։
Եվ այգեպանին, մենք գիտենք չէ, այգուտերնով, այգեպանով ով է։ Այգեպանին ասեց ահագին ժամանակ է, ես քանի տարի է գալիս եմ, ես ծառը տեսնում եմ, ինքը պտուղ չի տալիս։ Կտրենք սրա տեղը նա ուրիշին տնենք, որ օգուտ կտա։ Բայց այգեպանը ինչ ասեց, հիշում եք, ասեց Տեր, սի Հիսուսն է, ասեց Տեր, այս տարի էլ թող մնա, պատկերացնում եք, այս տարի էլ թող մնա, հետև անպիտան է հիմա, թող այս տարի էլ կբրեն, կմշակեն, բարախտան նյութ կդնեն, միգուցե երկող տարի պտուղ տա, և այդենց ապրեցրեց այդ ծառը։ Պատկերացնում եք, այգուտերը ամեն անգամ գալիս է այգին տեսնելու, արդյոք ինչպես եղբայրը խոսած պտուղ կա, այդ ծառերի վրա թե չէ, ինքը դրա համար ահագին շատ մեծ ծախսարել, կյանքի գրի ծախսարել դրա համար չի ուզում, որ այդ այգին բարակ մնա, ժողովուրդ ջան։ Դրա համար այո, սա մեր արժանիքների չի, բայց Աստված ամեն բան արել է, իր ժողովրդի մեջ, իր գործը առաջ տանելու համար։ Սրա հոժարությունը մենք պետք է ունենանք։ Պատկերացնում տեսեք, Ադամի համար Աստված ամեն բան արել էր, թե չէ, Եդեմի բաղդեզի մեջ։ Ամեն բան արել էր Ադամի համար։ Ադամի մնում էր, վայելեր Աստծո ներկայությունը, որ ամենակարևորն էր, եւ Եդեմական բաղդեզի բոլոր վայելչությունները։ Բայց պատկերացնում եք ժամանակ եկավ, եւ մենք գիտենք այդ պատմությունը Ադամի եւ այլ պատմությունը, դրա համար ասում է, մի սիրեք աշխարհը, չէ, եւ ինչ որ անոր մեջ է։ Ինչ? Մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն եւ ինչ? Կյանքի անբարտավանություն։ Եվ աշխարհի սկզբից Ադամից սկսած այդ նույն խապկանքներով մարդիկ միշտ խապնված են։ Մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն, կյանքի անբարտավանություն։ Ուշադրություն դարձրեք։ Եվ անգնաց, երբ որ Օծը խոսած իր հետ, գրված է Եվան տեսավ, չէ, տեսավ աչքերի ցանկություն։ Տեսավ պտուղը հաճելի էր։ Իմացավ, որ քիմքին հաճելի կլինի, ես իմ մարմնի ցանկություն, չէ, ինքը մտածեց, որ քիմքին հաճելի է, որտեղ տեսքով հաճելի է, քիմքին հաճելի կլինի, ես իմ մարմնի ցանկություն եւ կյանքի անբարտավանությունը, այս երեք խապկանքներով մինչև այսօր մարդությունը խապնված է ու խապնվում է։ Կյանքի անբարտավանությունը որն է, որ Սատանան ասեց, արդյոք Աստված քեզ ասեց կընկերես, չէ, Աստված ես ապրել։ Ապրես, Աստուպես կլինես, սա կյանքի անբարտավանությունն է, որ մարդը ապրում է այս կյանքում, բայց վերժում է Աստծուն, հավատում է, որ ինքը կարող Աստուպես լինի այս կյանք։ Այսի կյանքի անբարտավանությունն է։ Սա Աստծո դեմ անբարտավանությունն է։ Մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն, կյանքի անբարտավանություն։ Եվ մարդիկ այսօր ապրում են այս հավատքներով։ Դրա համար Աստված նորից է ասում, եղբայրերը խոսացին դրա մասին, այո, այսօր հնարավորություն է տվել, եղբայրերը խոսացին խոստովանության մասին, դուք պատկերացնում եք, տեսեք, նորից հիշեցնեմ Ադամին։ Եվ այդ մեղքը երբ որ գործվեց, ինչ տեղի ունեցավ։ Իրանք տեսան, որ մեղք է Ադամն ու Եվան, ինչև այդ մեղք չկար իրանց մեջ, մեղքի գիտություն, մեղքի խապկանքը չկար։ Եվ երբ որ մեղքը մտավ իրանց մեջ, իրանք տեսան, որ մեղք են, որտեղ մեղք կար ապրել իրանց մեջ։ Եվ ինչ տեղի ունեցավ, տերերներով, հիշում եք, չէ, իրանց ծածկեցին իրանց մեղությունը։ Բայց ի համար ցանկություն չտվեց իրանց տերերներով ծածկվել ամենասու առաջ։ Այս ինչ համարձակ, Աստված է գրված է, չէ, ամեն օր զոհ ժամերին Աստված ինչ էր անում, գալիս էր Ադամին տեսնելու, չէ, խոսալու Ադամի հետ, հիշում եք, չէ, այցելություն էր անում։ Աստված ուզում է ամեն օր այցելի մեզ, Աստված ուզում է ամեն օր խոսալ իր որդու հետ։ Ամեն մեկի հետ Աստված ուզում է ամեն օր խոսալ։ Մի մտածեք, որ դուք Աստծո, այո, մենք ոչինչ ենք, բայց Աստծո գործը հենց արել, որ Աստված ուզում է մեր հետ ամեն օր հաղող լինի։ Մենք ուզում ենք, թե չէ։ Մենք հող լինելով շատ անգամ մենք ենք մերժում Աստծուն, դուք պատկերացնում եք։ Դուք պատկերացնում եք մարդը հողի փոշի լինելով շատ անգամ մարդը մերժում Աստծուն։ Բայց Աստված ամեն օր ուզում է հաղող լինի իր ժողովրդի հետ։ Ամեն օր ուզում է հաղող լինի։ Օրվա զոհ ժամին ինչ արեց, Աստված եկավ, ինչ ասեց։ Ես Ադամը բախ չկա։ Ինչա չգիտեր Աստված Ադամի տեղը։ Հա? Կարող չէ իմանում Աստված Ադամի տեղը, ինչ է կարծում։
Կամ չգիտեն Աստված ինչ է կատարվել Ադամի կյանքի մեջ։ Այս հետաքրքիր բան կա։ Եկավ ինչ ասեց։ Ասեց Ադամ, ուր ես։ Չէ՞, հիշում եք։ Ադամ ուր ես։ Նրանք տեղը չգիտեն, չի կարող ծառի հետևից բներ Ադամին, թփերի մեջից։ Դրանց է բախտվել է, չէ՞ Ադամը թփերի հետևը։ Բայց չի ասեց Ադամ ուր ես։ Տեսեք Աստծո ողորմությունը, Աստծո տված հնարավորությունը, շանսը մարդուն, որ Աստվածերի մարդուն հնարավորություն է տալիս ապաշխարելու իր անկած վիճակից։ Դրա համար հետաքրքիր հարց տվեց, Ադամ ուր ես։ Ադամը տեսավ չկա հելակ թփերի հետևից։ Ադամ, դու քեզի թփերով ծածկել ես, այդ քո թփերով ծածկվելը։ Ի համարձակություն չտվեց քեզի, որովհետև քո ներսը արդեն մեղ կար։ Մենք շատ անգամ այսպես Ադամի պես թփերով մեզ ուզում ենք ծածկել, մեր ներսը Աստծո հետ աշկի, ծուռա մեր ներսը Աստծո դեմ, մեզ մենք այնպես թփերով, այս թփերը փոխադարձական իմաստով են։ Այնպես բաներ կա, գործեր կա, այնպես մարդկանց աշկի, այնպես թոս փչելու բաներ կա, այնպես անում են, որ մարդիկ չտենան մենք ով ենք։ Բայց Աստված գիտի, բայց մարդը գիտի իր ներսը ինչ է կատարվում։ Մարդը գիտի չէ իր ներսը ինչ է կատարվում։ Ասма եւ ով գիտի մարդու բաները, չէ՞, եթե ոչ մարդու սիրտը, մարդը սիրտը գիտի իր մեջ ինչ կա։ Նույնպես էլ Աստված գիտի եւ Աստծո խորհուրդ բաներն էլ Աստված գիտի, ու մնաց մարդու ներսը չիմանա։ Դրա համար Ադամ իր ներսը գիտեր, իր ներսը օգուտ չտվեց, իշխան իրան թփերով ծածկել էր։ Դրա համար գնաց բախտվեց թփերի հետևում։ Աստված ասեց Ադամ, այս ինչ է կատարվել քո։ Արդյոք, տեսեք հարց է տալիս։ Արդյոք կիրար այն մտքից, չէ՞։ Արդյոք երբ որ ես ասել էի շուտես, ես երկրորդ շանս Ադամին։ Ադամ ջան, Աստված քեզ հնարավորություն ա տվել։ Այդ ինչ ես գնացել, ու մենք տեսնում ենք այնտեղ մեր իրար վրա, գցել ես վեղավոր չեմ, ես վեղավոր չեմ, ես վեղավոր։ Էսի մենք ենք, մենք։ Եվ Աստված ամեն մեկից նույն հարցը ամեն օր կարա ուր ես։ Դու կարողանում ես, եղբայրներն ասեցին, որ այս շանս է Ադամին տրված խոստովանելու իր մեղքը։ Ես մտածում եմ ասենց, եթե Ադամը գար Աստծո առաջ, մեղայականով գար ասեր Տեր, անհազանդ եմ գտնել քեզ, ես եմ մեղավոր, արժանի եմ պատժի։ Ինձ թվում Աստված ողորմություն կաներ, բայց Ադամը մինչև վերջ իրականում չգուզեցան նրանց մեղքը ծածկել նրանց պատկասեն։ Բայց Աստված հնարավորություններ տվել նրանց խոստովանելու իրենց մեղքը, բայց դրանց չխոստովանեցին։ Այո, ժամանակ է տվել, դեպած Աստված սահմաններ ու ժամանակներ որոշել, չէ՞ դες գրված է, չէ՞, որ ինչ անեն մարդիկ խարխափելով, չէ՞ գրված է տենց, խարխափելով պնդրեն Աստծուն ու ինչ անեն գտնեն, այսինքն Աստված չի պարտվել մեզանից, մենք ենք պարտվում Աստծուց, խարխափելով նշանակում է, որ մարդը խավարի մեջ է, շոշափելով, խարխափել է դա նշանակում, շոշափելով, եթե ուզում ես երկ գտնես, չէ՞ խավար տեղից, երկ դուրս գաս մի տեղից, խարխափելով, շոշափելով, այդպես ասում մարդուն ասում, այս ժամանակները տվել է, որ այս խավար օրերի մեջ մարդիկ խարխափելով, ջանք անելով, շոշափելով, երկ գտնեն դուրս գալուց, գտնելու Աստծուն։ Մենք գործավաներից մենք պես հայրը սպասում էր այս դարձի գալու։ Հայրը սպասում էր, մենք դարձի գալիս ենք բրսերտերի մեջ, երբ այլել դրա մասին սերշում ենք, որ աղոտ կարեցին։ Այս դարվանու մասին է, որ այո, այսինց Ադամի պես մենք շատ անգամ ծածկվում ենք, մեր ներս ուզում ենք քողարկենք, մեր մեղքը ուզում ենք քողարկենք, բայց Աստված գիտի մեր ներսը, բայց ով մեր ներսը գիտի մեր ներսը։ Մեր ներսը ով մեր ներսը գիտի, մենք գիտենք, ծուռա մեր ներսը Աստծո առաջ թե չէ։ Մենք ո գիտենք, Աստված ամեն օր սպասում է մինչև աշխարհի մեջ գրած ժամանակը որոշել, որպեսզի նա ժողովուրդը խարխափելով փնտրեն ու գտնեն նրան, խարխափելով փնտրեն ու գտնեն նրան։ Այս վերջերս չորի շատ օրվա պաշտամունք է ինչքան իշխան նորից է ուզում կարդալ դեպից, կարդացինք առաջին Հովանու առաջի գլուխ 8-ից 10 խոսքերը կարդացինք, այդ մասը լավ գիտեք դուք, եւ ես ուզեմ ավելացնեմ նաեւ Հովանու առաջի Հովանու երկրորդ գլուխ առաջի երկրորդ խոսքերը։ Տեսեք ինչ ասում։ Աշխատենք մի ճարակ որ ժամանակի մեջ տեղավորվեն, որ մեր համայնքներ խոսա։ Տեսեք ինչ ասում։
8-ից 10 խոսք է։ Եթե ասենք թե մենք մեղքը չունենք, ինքս ինքնից կխաբենք, ու մեր մեջ ճշմարտություն չկա։ Այո, մարդը չի կարող իրան արդարացնել։ Մարդում արդարացում չկա իր մեղքից, իր զորությունից, իր ջանքից։ Էսի մարդու կողմի բան չի։ Եթե ասենք թե մենք մեղքը չունենք, ինքս ինքնից կխաբենք ու մեր մեջ ճշմարտություն չկա։ Եթե խոստովանվենք մեղքերնից, ինչ ասում, ինչ անենք, խոստովանվենք։ Այն մարդը կան դե Աստված գիտի է մենք մեղավոր մարդիկ, այո գիտի։ Ադամը վիճակներ գիտի, բայց Աստված Ադամին կանչեց, ասեց Ադամ, ուր ես։ Այսինքն ավելի նա խոստովանություն ես դու անում։ Արի, խոստովանվի քո մեղավորությունը, քո մեղքը։ Ասա որ չեմ մնազանդվել քեզ ես հարցում Տեր, չեմ լսել քեզ։ Ոչ թե Տերևներով ծածկի, Տերևները որ թարամելա քո վերջնությունը Տերի բացվի։ Ոչ թե Տերևներով ծածկի քեզի, բայց Աստծո ներկայության, Աստծո ձայնը լսես, գնալուց բախտվես միևնույնն է։ Ադամի պես գնալուց բախտվես շատերս շատ անգամ, այդպես Աստծուց բախտված են գնում ես կյանքի մեջ։ Աստծուց բախտված, անգամ Աստված է ձերա տալիս, հավատացություն չեն ունենում, թփերի հետևից դուրս գալու ասենք, ահա ես։ Դրա համար մենք շատ անգամ բախտված ենք մնում Աստծուց մեր կյանքի մեջ։ Այդպես էլ մնում ենք վեսակած թփերի ու չգիտեմ ինչ թփերի հետևում։ Ու շենք ուզում գանք, համարձակություն չունենք, որտեղ մեր մեղքը գիտենք որն Աստծո առաջ։ Չենք ուզում այ մարդ, չենք ուզում սրանից ազատվենք, չենք ուզում խոստովանվենք, չենք ուզում թողնենք, ուզում ենք ստապին բռնենք մեր կյանքի մեջ։ Ժամանակ եթե խոստովանվեք, այո Աստված գիտի, բայց հնարավորություն է տալիս մարդուն խոստովանվել դիտեք ինչ նշանակում, որ մարդը ինքը իր եսը, իր հպարտությունը ոչինչ ասում է դնում Աստծո ոտքերի տակ, Աստծո ոտքերի տակ է դնում։ Սա է խոստովանությունը, որ մարդը ինքը իրան ամաչացնում է Աստծո առաջ, իրան անարժան է տեսնում Աստծո առաջ, իր փրկության համար անարժան է տեսնում, ինքը չի տեսնում, որ ինքը արժանի է Աստծո որդի կոչվելու, անգամ ծառա կոչվելու։ Սա խոստովանություն է։ Դա բանաստավոր որ խոստովանվի, անիկա հավատարիմ ու արդար է անիկա մեր մեղքերին թողություն տալու եւ մեզ ամեն անիրատություն է սրբելու։ Եթե ասենք, թե մեղքը չգործեցինք, ստախոս կծուցնենք զանիկար, որտեղ Աստված ցույց է տվել, որ բոլոր աշխարհը անգամ օրենքները չկարողացան մարդկանց բերքեն, օրենքները չկարողացան մարդկանց արդարացնեն, քանի որ մի գործ ուներ անելու Աստված մարդկության կյանքի մեջ Քրիստոսի միջոցով։ Դրա համար ասում է, եթե ասենք թե մեղքը չգործեցինք, ստախոս կծուցնենք զանիկա, ու անոր խոսքը մեր մեջ բնակած չէ, բայց տեսեք ինչ ասում հաջորդ գրքում առաջի խոսքից, բայց ասում որդյատներս, այս բաները ձեզի կգրեն, որպեսզի մեղք չգործեք, էսի չի նշանակում, որ մենք արդյունքային կարանք մեղք գործենք մեր կյանքի մեջ։ Հանդի ասենք մեկը Աստված գիտի այնպես վերված է, չէ՞, Աստված գիտի մարդու շիված է, չէ՞, որ ողից է շիված։ Ոչինչ է։ Մարդը ոչինչ է Աստծո առաջ։ Մարդը ասում է դե գիտենք, մենք սույր մարդը ոնց կարա, ասում է մարդ կարա։ Հիսուսն ասեց, նաև առաքյալն ասեց, Իշուր Պողոս առաքյալն ինչ ասեց, ինչ զորացնող Քրիստոսով ամեն բան կարող է։ Ամեն այսինքն էսի մարդուց չի։ Էսի մարդու պետքի բան չի, էսի մարդու զորության բան չի, դե մարդու զորությունից դիներ։ Մենք գիտենք, Աստված ինչ արեց, իր որդուն տվեց, էսի պետք չէ լինի մարդու կյանքի մեջ։ Այս Պողոսն էլ ասում է, ինձ զորացնող Քրիստոսով ամեն բան կարող է, եւ Հիսուսն էլ ասում է, քաջացեք, այս հաղթությունը Քրիստոսի մեջ է, քաջասիրտ եղեք, որովհետեւ ես հաղթեցի աշխարհին, այսինքն ուզում ասի, եթե ես հաղթել եմ աշխարհին, եթե դու իմ հետ լինես, դու էլ կունենաս այս հաղթությունը աշխարհի մեջ, դու էլ կունենաս, այդ պարտությունները դրանից է, մենք մերժում ենք Աստծո, մերժում ենք Աստծո ողորմությունը, Աստծո օգնությունը, ասում ենք մենք լավ է զորավոր մարդիկ ինչ արել, ուժներս տեղը, գաղափարներս տեղը, թող մեկը կարենա մեր հետ երկու բան, լեզու կրճի կարա, անըստ Աստծո զրում ես լեզուներով բան անենք, որ ոչինչ ասենք մարդուն,
Մարդը դες արկած։ Բայց զուրացնողը Քրիստոսն է, մեր արդարությունը Քրիստոսն է, մեր սրբությունը Քրիստոսն է, մեր փրկությունը Քրիստոսն է։ Նրանով է մեր բոլոր սրբություններն ու կատարելությունները։ Եվ նրա մեջ մենք կարող ենք ունենալ հաղթություն աշխարհի մարմնի դեմ։ Մեր մարմնի դեմ։ Մարդը, ես վերջերս դրա մասին խոսում էի, իր փոքր Աստծոն ասում է փոքր անդամի դեմ լեզու։ Պատկերացնում եք, թե ասում Աստծոս ասում լեզվի դրա դու չես կարող։ Լեզվի դրա մեծ փոքր բանա, քո անդամի մեջ դրված, երկու հատել մեզ լավ Փարիզ կա դեմը դրած, ատամները, շփոթները դեմից դրած, որ շատ լեզու դուրս չկա վերանից։ Հասկանում եք։ Բայց մարդու լեզուն ասում է բորբոքված, գերից բորբոքված ոնց որ չի կարող այդ Փարիզներն էլ դեր չխաղում մարդու լեզվի լեզուն։ Սա դες ջախում ասում ասա։ Մարդը դու, սկի մենք մեր լեզվի վրա չենք կարողանում։ Հələ բա մեր ներսը իշխան բաներ կա մեր կյանքի մեջ։ Բա ոնց մենք կարանք հարցուցել մեր կյանքի մեջ։ Բա ուր ենք պիտոն դրել Աստծո խոսքը։ Ոնց ենք մենք մերժում մեր կյանքի մեջ Քրիստոս կյանքի հաղորդությունը։ Այս Աստված սապանում է, որպեսզի մենք հոգատանում նորից եմ ասում, մեր կյանքի մեջ ամեն օր Աստված ուզում է հայտնվի, բայց ես շնի էի ամեն օր Աստված հայտնելու ասի, ուր ես, մենք կարողանանք մի օր կանգնենք դրա առաջ ասենք, երբ որ Տերը ձեր շատերը լինում են չէ, դες որ Աստված ձեր էր տալի, ասում են, ահա ես Տեր, պատկերացնում եք, մենք կարողանանք ասենք, ահա ես Տեր, այս հավատացություն ունենանք մեր սրտերի մեջ, մեր ներսը մաքրված լինի, բոլոր արգելքներից Աստծո հետ հաղորդ լինելու։ Դրա համար ասում է, որքանքերս այս բաները ձեզի գրեբի գրեմ, որպեսզի մեղք չգործեք։ Եվ եթե մեկը մեղք գործելու լա, հորը քո բարեխոսք ունենք Հիսուս Քրիստոս արդարը, անիկա մեր մեղքերուն խաղություն է և ոչ միայն մերիններուն, հապա բոլոր աշխարհին է։ Հապա բոլոր աշխարհին է։ Աստված ոչ մեկին չի մերժում։ Ոչ մեկին չի մերժում խաղություն ա բոլորի մեղքերի, բայց մենք ուզում ենք գնանք, հայտնի լինենք դրա առաջ, թե չէ, ուզում ենք ծածկվենք, հենց լավ մեր դրվել են, մեր կարանց տերերները հարմարվել են իրավեն դրանց։ Լավ են հարմարվել են տերերները, ասում են ինչ հարմար բարելի, կչորնամի հատել կկարեն, կչորանա կթապին, բայց այդենց չես համարցակվի Աստծո առաջ կանում։ Էլի քեզ համարձակություն չի տալու Աստծո առաջ, որտեղ Սուրբի համար գրված ասում է, եւ այդ օրը ունակ հայտնվի, դուրս եկեք եւ բարձրացրեք ձեր գլուխները, չէ՞։ Սա Սուրբի համար ասում։ Մենք համարձակություն ունենալու ենք մեր գլուխները բարձրացնելու։ Այո, գլուխը բարձրացնելուց առաջ գլուխը խոնարհել կա։ Մենք պետք է կարողանանք դրա առաջ խոնարհենք մեր գլուխները, ներժենք մեր եսը, ներժենք մեր անձնական բոլոր շահերը, ներժենք մեր բոլոր գաղափարները, ներժենք մեր բոլոր հպարտություններն ու բարձրությունները, խոնարհվենք, մաքսավորի պես խոնարհենք, այն խոնարհելուց հետո յամոր բարձրանում մարդու գլուխը, որ իր ներսում մարդ Աստված է հարաբերության հարց կարողանում անցնել։ Այն ժամանակ համարձակություն ունենանք, համար ասում է, նա բոլորի համար ունի սովորությունը, բոլորի համար, եւ մի տեղ եմ ուզում կարդամ Սաղմոս 32 մեկից 6-րդ խոսքերը կարդամ։ Իրանի անոր, որուն հանցանքերուն փոխություն եղավ, ու անոր մեղքերը ծածկվեցան, Իրան այն մարդուն, որուն Տերը անորություն չի սեպեր, պատկերացնում եք սենց ման կա կյանքում, մարդուն Աստված աներին չհամարի, ինչա, մարդը սուրբ հացնվել, կատարյալ հացնվել, ոչ, բայց կա գործ, որի մեջ Աստված մարդուն արդար տեսնում։ Տերը անորություն չի սեպեր, ու անոր հոգի մեջ նենգություն չկա, այդ նենգությունը է դա, երբ որ մարդը ուրիշ բան է իրան ներսում, բայց նենգաբար ծածկում է ինք իրան, նենգաբար, սա նենգություն է, որ դու
Քեզ Աստծո առաջ ուզում ես միշտ արդարացնես, մարդկանց առաջ միշտ ուզում ես քեզ արդարացնես, բայց չի ես այդ մարդը ոչ եմ, թող մենք ավելի պետք արենք։ Պետրոս առաքյալը, տեսեք, Պետրոսը ինքը ուրացան, ես սենց եմ մտածում, որ Պետրոսը համաձայն է եղել, որ բոլոր ավետարանների մեջ գրվի իր ուրացության մասին, ու ինքը երբեք չի ծածկել, ու ասելա թող երևա, ես ով եմ եղել կյանքի մեջ, որ ես ուրացել եմ Քրիստոսի, թեև տարիներով քայլել եմ նրա հետ, բայց պահ է եկել, ես ուրացել եմ նրան, թող մարդիկ տեսնեն, թե մարդը ինչ կարանի, տարիներով քայլի, բայց նա ողորմություն պետք է մենք հիշում ենք, չէ, գնաց դառնապես լացավ Աստծո առաջ, դառնապես զղջաց Աստծո առաջ, եւ Աստված ողորմություն արեց նրան։ Ու անոր հոգի մեջ նենգություն չկա։ Երբ մեղքերս չխոստովանեցի, ոսկորներս մաշվեցին, դրա համար մեր հոգևոր կյանքը, մեր հոգևոր մարդը, հոգևոր մարմիններ ունի, մենք գիտենք։ Մեր այսպես հոգևոր մարդը, ես չեմ ասում մարմնավորի մասին, հոգևոր ոսկորներն են մարդու մաշվում, հոգևոր մարդը, կյանքը մարդու օրեցօր մաշվում ինչի համար, որովհետև փայփայվում է մեղքը իր մեջ։ Երբ մեղքերս չխոստովանեցի, ոսկորներս մաշվեցան ամեն օր աղաղակելովս։ Ասացի ցորեկ ու գիշեր, քու ձեռքդ իմ վրա ծանրացավ, իմ թացությունս ամառվան շորության դարձավ։ Իմ մեղքս հայտնեցի, մարդը տեսավ որ եսա, ճանից դուրս գալու վիճակ է եսա, ոչ թե պետք է ծածկվեմ Աստծուց, ոչ թե պետք է պախկվեմ Աստծուց, ճար չկա, եթե դու ուզում ես ազատ ապրես Աստծու հետ, ճար չկա գնաս, խոստովանես, ասես ես ես մարդն եմ, Տեր, ես ես մարդն եմ, ես ավելի վատն եմ, քան մարդիկ գիտեն իմ մասին, քան անգամ ես գիտեմ իմ մասին։ Իմ մեղքս քեզի հայտնեցի, ու իմ անօրենությունս չծածկեցի, ասի թե իրոք շպիտի խոստովանեմ հանցանքներս, ու դու ներեցիր իմ մեղքիս անօրենությունը, դու ներեցիր իմ մեղքիս անօրենությունը։ Այո, Աստված չի մերժում դարձիկա եկողներին, ովքեր դառնում են իրան, հայրը հերվից տեսնում իրան դարձողներին, այո, Աստված շանս է տվել մեզի, շանս, հնարավորություն տվել է մեզի, և ամեն օր ուզում է ինքը հայտնվի մեր կյանքի մեջ, հայտնվի, բայց որ կանչի մեզի, համարձակ լինենք, այդ ժամանակ համարձակ լինենք, ասենք, ահա ես Տեր, Իրոք ժամանակ բարակուլի ժողով ժամ, Աստված ողորմած այո ողորմած է, բայց ամեն ինչին ժողովներ աճասում, ամեն ինչին ժամանակ կա չէ իրար, ես Աստվածաշնչից ստեղծված բաներ այն ինձ թվում է, ամեն ինչի ժամանակ կա, այո, բայց մի օր ագալուց, երբ որ մենք մեր սրտերը խստացնենք, կմանանք դեպս այդ ճանապարհի շիսը։ Իրոք ժամանակ բարավորվի, մենք գտել ենք Աստված այդ ողորմությունը արել է, այդ գանձը գտել է, պատկերացնում եք, ասում է, երկնքի արքայությունը չէ, հիշում եք, նմանա մի գանձի չէ, որ մի արտի մեջ թաքցրած, ասում է, երբ մի տանուտ էր մարդ, հիշում եք, գնաց այդ գանձը գտավ, և այդ գանձին տիրանալու համար գնաց իր ունեցվածքը ծախեց, եկավ ամբողջ արտը առավ գանձի համար, այդ գանձը Աստծո ժողովուրդն է, արտը աշխարհը, և Տերը ամեն բան թողեց, աշխարհի մեջ այդ պատերազմը հաղթանակեց այդ գանձի համար, պատկերացնում եք, որ ինքը ունենա մեզ իր արքայության մեջ, ամենք այդքանից հետո ոնց մերժենք իրան, Տերը ողորմություն անի, մեր սրտերը կոտրվեն իր առաջ, որպեսզի նրա ավետարանի լույսը ցակի մեր խավարած սրտերի մեջ, Տիրոջ անունով բարեխորհուրդ։